UNICEF-ը եւ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Խոսքի խնդիրը հայտնաբերելու դեպքում ծնողից պահանջվում է համբերություն եւ մասնագետի հետ համագործակցություն, որպեսզի երեխայի արդյունքը ել ավելի արագ նկատվի։ Իհարկե դժվար է գիտակցել, որ երեխայիդ մոտ կա խնդիր, երբ դա լսում ես մասնագետից, բայց կարևոր է էմոցիաները զսպել, էմոցիաները թողնել մի կողմ եւ զբաղվել երեխայով եւ օգնել երեխային, որպեսզի հաղթահարի խնդիրները։ Խոսքի զարգացման խնդիրները հնարավոր է նվազեցնել, եթե մենք մանկահասակ երեխաների շրջանակում սահմանափակենք ժամանակակից տեխնոլոգիայի կիրառումը։ Ես կարծում եմ, որ ցանկացած խնդրի դեպքում, մասնավորապես խոսքի հապաղման դեպքում, պետք է հենց ժամանակին դիմել մասնագետի եւ բացարձակ չամաչել շրջապատի կարծիքից։ Մոտավորապես այսպիսի երկխոսություն կյանքում գոնե մեկ անգամ հաստատ լսել եք։ Երեխաս 2 տարեկան է ու չի խոսում, ասում է մայրիկը։ Մի անհանգստացիր, նորմալ է, բոլորս էլ տարբեր տարիքում ենք սկսել խոսել, պատասխանում է զրուցակիցը։ Իդեպ զրուցակիցը միշտ չէ, որ սխալ է, բայց ինչու հենց ձեր երեխան պետք է դառնա փորձարկման օբյեկտ։ Սպասենք տեսնենք կխոսի թե ոչ։ Խոսքի հապաղումը տարածված երևույթ է, բայց ոչ բոլոր դեպքերում է այն անցնում անհետևանք։ Ապագայում երեխան կարող է ունենալ դժվարություններ գրավոր եւ բանավոր խոսքում։ Ծնողական ժողովում այսօր քննարկելու ենք խոսքի հապաղման պատճառները, ժամանակին արձագանքելու կարևորությունը եւ խնդրի հաղթահարման եղանակները։ Միացեք մեզ։ Բարև ձեզ հարգելի մայրիկներ, ուրախ եմ շատ տեսնել ձեզ ծնողական ժողովում։ Մենք ծնողներս իհարկե շատ անհամբեր ենք եւ սպասում ենք առաջին անգամ երբ չոչ կանի, հետո կքայլի եւ իհարկե երբ կխոսի ու իհարկե ուշադրություն ենք դարձում թե որը կլինի նրա առաջին բառը։ Ես ուզում եմ մայրիկներ հիշեք ձեզ այդ փուլում, երբ այդ սպասման մեջ էիք, որ ահա հիմա պետք է երեխան խոսի եւ նաեւ ինչպիսին եղավ ձեր մոտեցումն ու վերաբերմունքը այն երևույթին, որ ձեր դիտարկմամբ կամ գուցե նաեւ ընտանիքի անդամների հուշմամբ հասկացաք, որ մի փոքր process-ը ուշանում է։ Ես սեփական փորձի հիման վրա խոսեմ, 3 երեխա ունեմ ու 3-ն էլ տարբեր ժամանակներում են սկսել խոսել։ Տղաս առաջնեկս 1 տարեկանում հստակ խոսում էր, հստակ ու առանց բուվաների, առանց գղաների, առանց, չգիտեմ, վուվուների, հստակ բառերով ջուր, ավտո ու նախադասություն կազմելով։ Իսկապես շատ զարմանալի էր բոլորիս համար, ինչպես նաև շատ ուրախալի փաստ էր։ Ու հիմնվելով տղայիս փորձի վրա սպասում էի, որ միջնեկ երեխաս էլ աղջիկս նույնքան շուտ պետք է խոսի։ Մի փոքր ավելի ուշ ձևավորվեց հենց նախադասություն, որպես այդպեսին արտահայտելը, երևի տարի 2-3 ամսականում, որ արդեն հստակ էլի նախադասություններով խոսում էր պարզ։ Այս երրորդ երեխաս 4 տարեկան է, շատ ավելի ուշ սկսեց եւ բառերը որպես այդպեսին ուշ սկսեց արտաբերել եւ հիմա էլ շատ հստակ կապակցված խոսք որպես այդպեսին դեռ չի ասում։ Ընդհանուր հասկանում են, ընդհանուր խոսում է, նախադասություն կազմում է, բայց վերջավորությունները, հոլովները մի փոքր սենց չի կենտրոնանում, հա։ Անի, գիտեմ, որ կա որոշակի խնդիր, որը շտկելու ուղղությամբ աշխատում եք։ Ինչպիսին է եղել ձեր եւ ընտանիքի մյուս անդամների վերաբերմունքը երևույթին, որ երեխան ուշ է խոսում կամ խոսում է ոչ այնպես, ինչպես որ հարկն է իր տարիքի համար։ Ես էլ ունեմ 2 տղա ու իմ առաջնեկը մեր ընտանիքում եղբայր-քույրերի մեջ առաջին երեխան էր ու ոնց որ չի գիտակցում, որ արդեն 2-ը լրացել է, 2.5 է, 3 է, ինքը կիսատ պրատ է խոսում, ինձ թվում էր դե փոքր է, նորմալ է։ Ու երբ որ ծնվեց իմ երկրորդ երեխան ու 12 ամսականից սկսեց խոսել, մեր նման, մեծի նման սկսեց խոսել, ես հասկացա, որ առաջնեկս ուշացնում է խոսքը, քանի որ երկրորդս առաջ անցավ առաջնեկիցս, ու սկսեցինք զբաղվել արդեն տարբեր հոգեբաններ, լոգոպեդներ, նյարդաբաններ, որ խնդիրը հասկանայինք ու խոսքի զարգացման հապաղում էր, պարկասով լուրջ խնդիրներ չկար ու սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, հիմա կարծես թե շտկվում է մեր խնդիրը։ Արդյունքներ տեսնում եմ։ Ես ունեմ այսպիսի մի անձնական դիտարկում եւ կարծես մեր քննարկվող 2 դեպքերն էլ վկայում են, որ մեր հասարակության մեջ կա թերահավատություն, մարդիկ թերագնահատում են խոսքի հապաղման երևույթը եւ դրա հետևանքները, փորձում են սпасել, չեն հավատում ինչը վերջ որ կա խնդիր, ինչ է կարծում, որտեղից է գալիս այս երևույթը։ Միանշանակ համաձայն եմ, անձամբ իմ փորձից կարող եմ ասել, որ ես թեկուզ մեր շրջապատում ասեցի, որ որոշել եմ, որ երեխային տանեմ
լոգոպեդի, ճիշտ է մեր տան անդամները բոլորը կողմ էին, բայց ես խոսում եմ ավելի լայն շրջապատի մասին։ Բոլորը ասում էին, վայ, ինչի ինքը առանձին բառեր շատ է ասում։ Իմ հնագստությունը հետեւյալն էր, որ ինքը նախադասություններ չի կազմում, բառեր շատ գիտի ասում է, բայց նախադասությունները իր մոտ դժվարությամբ էր ստացվում։ Ու շատ-շատերը ասում են ինքը տղա է, այդ ոնց որ այդ կարծրատիպն էլ կա, չէ, հասարակության մեջ, որ ինքը տղա է, ինքը ուշ է խոսալու, դու սպասի, մի անհանգստացի դեռ 3 տարեկան է, բայց ոնց որ ես ներքուստ ես շատ անհանգիստ եի, մտածում էի ավելի լավ է ես ինձ ինչ հնարավոր է անեմ, որպեսզի հետագայում չզղջամել չարացներիս համար։ Շատ լավ, Անի, որպես մանկավարժ, անդրադառնանք նաև ձեր տարիների փորձին, գուցե նաև դուք դիտարկում եք, որ այս երևույթը շատացել է վերջին շրջանում, ունեք այսպիսի տպավորություն։ Այո, տպավորությունը հենց այդպիսին է։ Մինչև 2 տարեկան երեխան գadgetները ձեռքին կամ հեռուստացույցի էկրանների առջև նստած չունի սոցիալական շփում, չի լսում կենթանի խոսք, այսինքն դրանք բոլորը նպաստում են երեխայի խոսքի հապաղմանը։ Եվ այո, աճել է խոսքի հապաղման տոկոսային ստատիստիկայով, եթե մենք նայում ենք, բավականին աճ է գրանցվել։ Համարձակվում եմ ենթադրել, որ այցը մասնագետին ուշացնելու պատճառներից մեկն էլ մեզանում լայնորեն տարածված միֆերն են։ Դրանք կարծես փափուկ բարձ են դնում ծնողների գլխի տակ ու առժամանակ թույլ չեն տալիս սթափ գնահատել խնդրի մասշտաբները։ Ճիշտ եմ թե չէ, կօգնեն հասկանալ մեր երկրի տարբեր անկյուններում ապրող բնակիչները։ Եթե երեխայի ծնողներից կամ ազգականներից մեկը ուշ է սկսել խոսել, երեխան էլ ուշ կխոսի։ Միֆ է, թե իրականություն։ Չեմ կարող միանշանակ ասել միֆ է այո կամ ոչ, բայց գենետիկան միանշանակ իր դերը ու նշանակությունը ունի երեխայի զարգացման հարցում, բնականաբար նաև խոսքի պարագայում։ Կարծում եմ իրականություն է։ Չեմ կարծում։ Հնարավոր է, որ խնդիրները առաջանան ավելի վաղ տարիքում, հոգեբանական ինչ-որ խնդիրներ լինեն, վախի դրսևորում լինի կամ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակից երեխայի խոսքը հապաղի։ Չեմ կարող գիտականորեն ասեմ, որովհետև մասնագետ չեմ, բայց գիտեմ, որ պարտադիր չի։ Այո, հնարավոր է ուշ խոսի։ Միգուցե գենետիկ կերպով կարող է անցնել։ Հիմա հիմնականում ավելի շատ պլանշետների, գadgetների հետ կապված խնդիրը ավելի շատ արդիական ներկա ժամանակներում, բայց միաժամանակ գենետիկան էլ որոշակի չափով կապ ունի այս դեպքում։ Հնարավոր է իրականություն լինի, գենը շատ հզոր բան է։ Ճիշտն ասած, ես արդեն անձնական փորձից գիտեմ, որ դա ժառանգական բնույթ չի կրում։ Իմ աղջիկը փոքր շատ ուշ է խոսել, բայց խնդիրը նրանում է, որ ինքը միանգամից ծնված ժամանակից 3 լեզու էր լսում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Դրա համար ինքը չէր կարող կողմնորոշվել, որ լեզուն խոսեր։ Ժառանգականության գործոնը մեծ դեր ունի երեխայի խոսքի զարգացման մեջ, եւ եթե ծնողներից կամ ազգականներից որևէ մեկը ունի խոսքի զարգացման հապաղում կամ ուշ խոսքի ձևավորում, կա հավանականություն, որ նույնը կդրսևորվի նաեւ երեխայի մոտ։ Բայց սա հիմք չէ եւ չենք կարող ասել, որ միանշանակ երեխան էլ կունենա խոսքի հապաղում, որովհետեւ երեխայի օնտոգենեզի զարգացումը յուրահատուկ է եւ կախված է մի շարք ներքին ու արտաքին գործոններից։ Իհարկե ժառանգականությունը մեծ դեր ունի դրա մեջ, բայց ավելի քան կարևոր է մայրիկի հետ հուզական կապը, ճիշտ խոսքային միջավայրը, շփումը հասակակիցների հետ, խոսքային ճիշտ հրահանգները, մոդելավորված խոսքը եւ այլն։ Տղաներն ավելի ուշ են սկսում խոսել, քան աղջիկները։ Միֆ է, թե իրականություն։ Ոչ, դա միֆ է, կապ չունի սեռը խոսելու հետ։ Կարծում եմ, որ միֆ չի, իրականություն է։ Սեռը դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Միշտ կապ ունի բնակավարը, միջավայրը, երեխաները ինչքան խոսք են լսում։ Քանի որ ես եմ տղա, մեր մոտ ամեն ինչ մի քիչ ուշ է, հա, ճիշտ է։ Գաղափար չունի։ Ոչ, ինձ թվում է սեռը կապ չունի, դա երեխայից է գալիս։ Ինձ թվում է այո, իմ օրինակով իմ աղջիկն ավելի շուտ է խոսել, քան տղան։ Իրականում հետազոտությունները ցույց են տալիս, որ աղջիկ երեխաների մոտ խոսքը ավելի շուտ է զարգանում, քան տղաների մոտ, ինչը դրսևորվում է հիմնականում առաջին բառերը ասելու, բառապաշարի ձևավորման, խոսքային կառույցների հստակեցման դեպքում, սակայն այս տարբերությունները շատ չնչին են եւ հիմնականում նորմայի սահմաններում։ Մենք չենք կարող այս խնդիրը պայմանավորել սեռով, այսինքն չենք կարող ասել, որ տղայի մոտ նորմալ է, որ խոսքը հապաղում է, ուշանում է եւ պետք չէ դիմել մասնագետի։ Սա իրականում միֆ է եւ ցանկացած ուշացման դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետին։ Եթե չմիջամտենք, երեխան մի օր կխոսի։ Միֆ է, թե իրականություն։ Միֆ է, կարծում եմ։ Իրականություն։ Չեմ կարծում։ Միջամտությունը պետք է։ Չէ, ինձ թվում է։
առանց միջամտության չի լինի։ Պարտադիր է լոգոպեդի միջամտությունը պարտադիր է։ Հնարավոր է երեխա է, պետք է միջամտել process-ին, երբ նկատվում է խոսքային խնդիրներ, դիմել մասնագետի։ Չմիջամտելը դա անտարբերություն է երեխու դաստիարակության հետ կապված։ Եթե ուշադիր ես լինում ու հասկանում ես, որ երեխան հնարավոր է ունի ինչ-որ խնդիրներ, ուրեմն պետք է միջամտես, տանես մասնագետների մոտ երեխային։ Այո, ճիշտ է, երեխան ինքն է ընտրում, թե երբ պետք է խոսի։ Սա շատ վտանգավոր է, որովհետև երեխայի խոսքի հապաղման դեպքում ծնողները հաճախ մտածում են, որ կարելի է սպասել, չտանջել երեխային եւ ժամանակի ընթացքում խնդիրը ինքն իրեն կհաղթահարվի եւ երեխայի մոտ կձևավորվի ինքնուրույն խոսք։ Ցավոք սրտի ժամանակը չի կարող օգնել այս պարագայում, անհրաժեշտ է համապատասխան օգնություն եւ մասնագետի խորհրդատվություն։ Մենք լսեցինք ընդամենը մի քանիսը այն միֆերից, որոնց վրա տարիներով կառուցվել է սպասման ռազմավարությունը։ Մի օր վերջապես կխոսի։ Մենք ձեզ հորդորում ենք չսպասել, թե ինչու, կբացատրի լոգոպեդ, մանկավարժական գիտությունների դոկտոր, դոցենտ Ժաննա Պայլոզյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Նախ խնդրում եմ օգնեք մեզ հասկանալ խոսքի զարգացման բնական ընթացք եզրույթը։ Ինչ ենք հասկանում սրա տակ եւ ինչ պետք է իմանան ծնողները։ Պետք է ասել, որ խոսքը զարգանում է մի քանի տարիների ընթացքում եւ աստիճանաբար։ Շատ ճիշտ է, երբ ասում են, որ ճիչը արդեն ցուցանիշ է երեխայի առողջության եւ հետագա զարգացման մասին։ Ոչ միայն իհարկե ճիչը, բայց լոգոպեդական տեսանկյունից դա շատ կարեւոր է, այնուհետեւ երեխան սկսում է գղգղալ։ Աստիճանաբար արդեն գղղանքին միանում է եւ հետո փոխարինում է գղղանքը թոթովանքը։ Թոթովանքը աստիճանաբար զարգանում է, առաջանում են այսպես կոչված կեղծ բառեր, մոտավորապես 5-6-7 ամսականում այդպես մամա, պապա, դա այն փուլն է, երբ որ ասում են մամա շուտ ասես թե պապա ասեց, իրականում ինքը ոչ մեկն էլ դրանցից չասած։ Մի քիչ վաղ կամ հենց 1 տարեկանում կամ մի փոքր ավելի ուշացումով երեխան ասում է առաջին բառերը։ Մամա, կակա, բուբու, դադա, այդ բոլոր բառերը, որ հետո մեծերը օգտագործում են երեխաների հետ, հենց գալիս են այդպես կոչված մանկական բառապաշարից։ Որոշ դեպքերում հարց է ծագում, ասում են պետք է երեխայի հետ այդպես խոսել։ Երեխայի հետ կարելի է օգտագործել մանկական բառեր, բայց ինքը դրա հետ զուգահեռ պետք է լսի մեծականը։ Տարբեր աղբյուրներ, տարբեր հեղինակներ, տարբեր գիտական դպրոցներ տարբեր քանակ են ներկայացնում, բայց եկեք հաշվենք, որ 10-ից մինչև 25 բառ 1 տարեկանում եւ աստիճանաբար այդ թիվը շատանալու է։ 2 տարեկանին մոտ երեխան ունենում է պարզագույն նախադասություն։ Մամա հաց, մամա ջուր կամ այնպիսի մի հատ մամա է ասում, որ մաման արդեն հասկանում է, որ ինքը ինչ որ բաներ ուզում ասել, այսինքն դա հենց բառ նախադասության փուլն է։ Արդեն իմաստային որոշակի հաղորդում։ Այո, միանշանակ դա իմաստային է եւ աստիճանաբար 2-ին մոտ, 2-ից արդեն իսկ ավել երեխան սկսում է խոսել նախադասություններով, խոսում է բարձ նախադասություններով, խոսում է քերականական սխալներով, դա շատ բնականon է, նորմալ է, խոսում է աղավաղումներով, խոսում է շատ քաղցր եւ 3 տարեկանում համաձայն բոլոր նորմաների բնականon զարգացման երեխան պետք է ունենա բարձ նախադասություններ, այսինքն ֆրազային խոսք։ Պետք է խնդրեմ ընդգծենք լոգոպեդին դիմելու կարևորությունը, բայց նաև ծնողները պետք է հասկանան մի բան, արդյոք կա այսպիսի երևույթ պրոֆիլակտիկ կերպով դիմել լոգոպեդի, եթե այո, ապա որ տարիքն է դա, եւ երբ արդեն որոշակի անհանգստություն եւ մտահոգություն ունենալով ծնողը պետք է գա մասնագետի մոտ։ Եթե մենք զգում ենք, որ 1 տարեկանում չունի բառեր ընդհանրեն կամ միջև այդ չի թոթովում, եթե երեխան 1.5-ում 2-ում չունի փոքրիկ ֆրազաներ, ուրեմն իհարկե մի հատ լոգոպեդին ցույց տալը չէր խանգարի։ Եվ նաև եկեք չմոռանանք, որ խոսքի զարգացումը եւ խոսքը ընդհանրապես ինքը նյարդային համակարգի հոգեկան զարգացման ցուցանիշ է։ Հետևաբար, եթե երեխայի մոտ ինչ եւ ինչ պատճառներով խոսքը ուշանում է, պետք է անպայման հասկանալ պատճառը որն է, միգուցե այնտեղ կա մեկ ուրիշ առաջնային պատճառ, որից է բխում արդեն խոսքի հապաղումը։ Լսողության պատճառով, խաթարման պատճառով կամ ասենք մտավոր զարգացման պատճառով կամ նույն հուզակամային ոլորտի աուտիզմի պատճառով եւ այլն պատճառներից ելնելով երեխան հասկանալի է, որ կխոսի ուշ, որ այս պարագայում խոսքի բացակայությունը դիտարկվում է կամ հապաղում դիտարկվում է որպես սիմպտոմատիկա, դրսևորում մեկ այլ երևույթի ավելի բարդ։
ավելի համակարգված։ Բայց կարող է պարզապես երեխան դե ուշացնում է խոսքը։ Խոսքի զարգացման վրա ազդող գործոնների մասին առաջարկում եմ շարունակենք զրուցել ծնողների հետ։ Համեցեք։ Մայրիկներ, մենք միացանք ձեզ եւ մեր քննարկումը շարունակելու համար առաջարկում եմ խաղի ձևաչափ։ Ես կընթերցեմ որոշակի հարցեր եւ պնդումներ։ Դուք ցույց կտաք դրանց ձեր վերաբերմունքը այո եւ ոչ վահանակների օգնությամբ եւ Տիկին Պայլոզյանը կպարզաբանի ճիշտ է արդյոք դա թե սխալ։ Պետք է խնդրեմ, որ վերցնեք վահանակները ու սկսենք մեր խաղը։ Տեսալսողական տեղեկատվության գերհագեցումը, ժամանակակից մուլտերն ու տեսանյութերը արդյոք դրական են ազդում երեխայի խոսքի զարգացման վրա։ Ինչ եք կարծում։ Եվ ոչ եւ այո տարբերակ ունենք։ Այո, գadgetները կարող են հանդես գալ որպես հապաղման պատճառ, բայց որպես կանոն, խոսքի հապաղման պատճառը մեկը չի։ Դրանք շատ են։ Սկսված հղիության շրջանից կարող են ինչ-որ պատճառներ լինել, ստրեսային վիճակը, հոգեբանական մթնոլորտը, որևէ օրգանական ախտահարում եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց ցանկացած դեպքում, ուրեմն, որպեսզի մենք կանխենք, այդ բոլոր երևույթները, ավելի լավ է զգուշանալ, քան հետո խնդրի առաջ կանգնել եւ մտածել թե ինչպես այդ հարցը լուծես։ Ավելի լավ է, որպեսզի երեխայի կողքը, եթե անգամ ինքը ինչ-որ էկրաններից օգտվում է, նախ օգտվի շատ քիչ եւ անպայման լինի մեծը, որը մեկնաբանում կրկնում է այդ բոլոր բառերը։ Այդպես ինքը այս բանը ասեց, այն բանը ասեց, որտեվ նաեւ կարող է երեխան չհասկանալ թե ինչ են ասում, արագ են խոսում ավելի, չէ, տարբեր տոնայնությամբ, տարբեր ինտոնացիաներով, իսկ որպես պատճառ կարող ենք դիտարկել, բայց այն միակը չէ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Մայրիկներ, եւս մեկ հարց։ Ընտանիքում մի քանի լեզվով խոսելը թույլ է տալիս, որ երեխան սկսի խոսել շուտ ու ավելի արագ յուրացնի միանգամից մի քանի լեզու։ Ինչ եք կարծում։ Ոչ, միանշանակ է բոլորի կարծիքը։ Դե պետք է ասել, որ այս արձագանքը ինքը ամենատարածվածն է, բայց եկեք այսպես տրամաբանենք, մենք գիտենք շատ երեխաներ, ովքեր մի լեզու են լսում, բայց նրանց խոսքի զարգացումը ուշանում է։ Եվ մենք գիտենք շատ երեխաներ, ովքեր լսում են 2 եւ 3 լեզու, բայց իրենց խոսքի զարգացումը համապատասխանում է նորմային։ Հետևաբար, հավանաբար պատճառը դա չէ։ Այս էլի նորից այն պատմությունն է, որ մի պատճառ չի կարող լինել։ Ինչ վերաբերում է խոսքի այդ երկու լեզու լսելուն, կա շատ վաղուց արդեն մշակած կոմունիկատիվ այդպիսի ստրատեգիա, որը ասում է մեկ ծնող, մեկ լեզու։ Եվ սովորաբար, եթե ընտանիքում մի քանի լեզու են իմանում կամ տարբեր ազգությունների են պատկանում ծնողները, ապա իրենք ցանկալի է, որպեսզի պայմանավորվեն եւ շատ հաճախ հենց մի ծնողը խոսում է մի լեզվով, իսկ մյուս ծնողը խոսում է մյուս լեզվով եւ երեխան զուգահեռ լսում է այդ երկու լեզուները։ Նաեւ շատ կարեւոր է, որպեսզի ծնողները, եթե խոսում են, ասենք նույն ծնողը գիտի երկու լեզու, երկուսով էլ խոսում է։ Շատ կարեւոր է, որպեսզի իրենք շփոթեն, չխառնեն այդ լեզուները, այսինքն նախադասությունը սկսեն մեկ լեզվով, ավարտեն մեկ այլ լեզվով։ Շատ կարևոր է, որպեսզի երեխան լսի առաջի բառից մինչև վերջին բառը ֆրազան մեկ լեզվով, լինի դա հայերեն, լինի դա ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ այլն։ Եվս մեկ հարց ունենք, մայրիկներ, երեխայի արտասանությունը կրկնօրինակելը վնասում է արդյոք խոսքի ձևավորմանը։ Երբ մենք իր բառապաշարով իրպես խոսում ենք։ Ինչ է ասում գիտությունը։ Իհարկե աղավաղել լեզուն պետք չէ։ Այսինքն պուպուս ջան, ազիզ ջան, քաղցի ջան, ինչ այս տարբերակներով խոսելը դա ճիշտ մոտեցում չէ։ Իսկ ինչ վերաբերում է մանկական բառերին, մանկիկային, մենք կարող ենք ասել դուդու, բաբա, օպա, բայց զուգահեռ պետք է ինքը լսի ճիշտ խոսքը։ Իսկ եթե մենք անվերջ այդ աղավաղում ենք զոհաբերելով մեր ոսկեղենիկը, ես կարծում եմ դա ճիշտ չէ։ Եվս մեկ հարց ունենք։ Շարունակական սթրեսը կամ ֆիզիկական տրավման կարող են դառնալ խոսքի հապաղման պատճառ։ Այո։ Իրականում, այո, շարունակական ստրեսը եւ ֆիզիկական տրավման, իսկ լինի դա օրգանական կամ ֆունկցիոնալ պատճառ, լինի դա կառուցվածքային փոփոխությունների ենթադրող կամ զուտ ֆունկցիոնալ տարբերություններ բերող, իհարկե կարող է լինել խոսքի հապաղման, զարգացման հապաղման պատճառ, բայց մի պատճառ երբեք չի լինում, պատճառները մի քանիսն են, շատ են։
Եվ որպես մեր այս հատվածի վերջաբան կցանկանայի լսել ձեր ընդհանրական ուղերձը, ձեր հաղորդագրությունը ծնողներին, ինչը պետք է կարևորեն ձեր մասնագիտական տեսանկյունից։ Պետք է երեխայի հետ խոսել, պետք է երեխայի հետ շատ ժամանակ անցկացնել, պետք է երեխայի հետ այնպես խոսել, որ երեխան տեսնի ձեզ, պետք է ձեր դեմքը, պետք է երեխայի հետ խաղալ, որտեղ խաղը ինքը զարգացման ամենակարևոր միջոցն է։ Պետք է խոսել հանգիստ, արտահայտիչ, մեղեդային, ինտոնացիաներով լի, ճիշտ եւ իհարկե, եթե մենք զգում ենք, որ երեխայի խոսքը այնուամենայնիվ ուշանում է, անպայման դիմել մասնագետի, այդտեղ ոչ մի ամոթ բան չկա, շատ ավելի լավ է մենք գնանք լոգոպեդի մոտ, հա, եւ թող լոգոպեդը մեզ ասի, որ խնդիր դեռ չկա, ամեն ինչ նորմայում է, քան մենք նստենք ու մտածենք ու սպասենք մինչեւ 4-5 տարեկանը, երբ որ արդեն երեխան պետք է ունենա ֆրազային խոսք, իսկ ինքը դեռ բառեր չի ասում։ Չի լինում այդպես, դա շատ, չգիտեմ ինչ հրաշքի տարբերակներ են, երբ որ երեխան հանկարծ 6 տարեկանով եւ միանգամից խոսեց։ Այդպիսի բաներ չեն լինում։ Խոսքը ինքը տարիների ընթացքում է ձևավորվում, զարգանում եւ պետք չէ այդ ամենաբարենպաստ ժամանակը ուրեմն կորցնել։ Դիմեք լոգոպեդի։ Հրաշալի էր։ Շնորհակալ եմ շատ ձեր ժամանակի, ձեր մասնակցության եւ ձեր պարզաբանումների համար։ Ես եմ շնորհակալ։ Խոսքի խանգարումը կարող է լինել առաջնային, կարող է լինել որևէ հիվանդության կամ խնդրի հետևանք։ Երկրորդի դեպքում լոգոպեդները համագործակցում են այլ մասնագետների, մանկական հոգեբանների, հոգեբույժների, զարգացման մանկաբույժների հետ։ Նախ եւ առաջ բացառում են ինտելեկտի, հուզակամային ոլորտի խանգարումները, իսկ խոսքի հետ աշխատում են խոսքով։ Լոգոպեդի զինանոցում կան արտաբերական, ձայնային, շնչառական, ռելաքսացիոն վարժություններ, իսկ որոշ դեպքերում անգամ մերսումներ։ Խնդրի հաղթահարմանն ուղղված շատ մեթոդներ ու գործողություններ միայն մասնագետի կաբինետում շաբաթական մի քանի անգամ մի քանի ժամով անելը բավարար չէ։ Ուստի շատ կարևոր է, որ պրոցեսին միանան նաև մեծահասակները։ Կախված երեխայի առանձնահատկություններից ու կիրառվող մեթոդներից խնդրի շտկման ժամանակահատվածը կարող է տատանվել։ Երբեմն խոսքի հապաղումը ոչ թե առանձին խնդիր է, այլ երեխայի զարգացման ուշացման մի նշան։ Ինչպես հասկանալ այս տարբերությունը եւ որն է խնդրին արձագանքելու լավագույն տարբերակը։ Կօգնի հասկանալ զարգացման մանկաբույժ Նվարդ Տեր-Ոսկանյանը։ Բարև ձեզ, Նվարդ։ Բարև ձեզ։ Նախ խնդրում եմ օգնեք մեզ հասկանալ, թե ինչպես ծնողը կողմնորոշվի, թե որ մասնագետի դուռը պետք է թակել առաջին հերթին, ներկայանալ լոգոպեդի, մանկաբույժի, թե զարգացման մանկաբույժի մոտ։ Սովորաբար մենք խորհուրդ ենք տալիս բոլոր կանգատների դեպքում առաջին դեպքում դիմել տեղամասային մանկաբույժին, ով հսկում է երեխային ծնված օրվանից եւ մինչեւ 18 լրանալը, այսինքն գիտի երեխայի զարգացման ընթացքը։ Բացի դա Հայաստանում ընդունված գոյություն ունեն որոշակի սկրինինգային տեստեր, որոնք որ գնահատում են երեխայի զարգացումը եւ կարողանում են առանձնացնել ռիսկային գործոնները։ Դրանք ախտորոշիչ մեթոդներ չեն, տեղամասային մանկաբույժը այդ ախտորոշումները չի դնում, բայց կարողանում է շեշտադրել, թե ինչն է անհանգստացնող։ Տեղամասային մանկաբույժը արդեն կարողանում է որոշել, թե ինչի կարիք ունի երեխան։ Երեխան հաճախ ուղեգրվում է կամ նյարդաբանի կամ զարգացման մանկաբույժի, որից հետո արդեն կարիքը ըստ կարիքի գնահատման որոշվում է, թե ինչ մասնագետի է պետք լինում դիմել՝ լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի կամ էրգոթերապիստի եւ այլն։ Խոսքի հապաղումը կարող է լինել առաջնային, այսինքն կարող է լինել ինքնին խնդիր, բայց կարող է վկայել նաեւ ծնողի եւ ոչ մասնագետի համար անտեսանելի այլ բարդությունների մասին։ Այսպեսով կխնդրեմ պարզաբանել, թե խոսքի հապաղումը ինչի մասին կարող է վկայել։ Խոսքի զարգացման հապաղումը իսկապես կարող է լինել առաջնային եւ որևէ այլ խնդրի մասին չխոսել, բայց դա դեպքերի մեծամասնությունում չի։ Դեպքերի մեծամասնությունում այն պարզապես ախտանիշ է, որը խոսում է ավելի բարդ եւ ավելի ծանր խնդիրների մասին, որոնցից են օրինակ մտավոր հետամնացությունը, աուտիզմի սպեկտրի խանգարումը, շարժողական խանգարումները բազմաթիվ են, սակայն ամենահաճախ հանդիպողները հավանաբար դրանք են։ Եվ ծնողները հիմնականում ինչ են նկատում, եթե երեխայի մոտ կա խոսքի զարգացման հապաղում, ապա երեխայի բլբլոցը, գղգղոցը միգուցե ճիշտ ժամանակին դիտված են լինում, բայց երեխան չի կարողանում արտաբերել առաջին բառերը, չի կարողանում 2-3 տարեկանից կապակցված խոսք ունենալ, նախադասություններ չի կազմում, տարբերվում են հասակակիցներից, այսինքն եւ վարքով եւ խոսքի հենց զարգացումով, եւ հիմնական նշանները, որոնք որ մենք ասում ենք, որ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն ավելի վաղ տարիքում, դրանք թե ինչպես է երեխան խոսքը հասկանում, այսինքն ինչպես է կատարում հրահանգները, պարզ հրահանգները, մի փոքր ավելի բարդ հրահանգները,
Բացի այդ, ինչքանով է երեխան հետաքրքրված մեր խոսքով, այսինքն երեխան համբերատար նստում ու լսում է, երբ որ դուք հեքիաթ եք պատմում, թե փախչում է, թե պարզապես գիրքն է թերթում ու նկարներն է նայում։ Բացի դա, ինչքանով է երեխան հետաքրքրված տեսողական շփումով, երեխան հետաքրքրված է արդյոք ուրիշ երեխաներով, թե չէ, ինչքանով է նրա խաղը համապատասխանում տարիքակիցների խաղին, այսինքն բոլոր այդ գործոնների վրա առօրյայում ծնողը ուշադրություն դարձնելով կարող է արդեն դիմել, ինչպես նշեցի սկզբում, մանկաբուժի եւ եթե խնդիրը կասկածելի լինի, այդ դեպքում նաեւ զարգացման մանկաբուժի։ Դիտարկենք մի իրավիճակ, երբ կա ընդհանուր զարգացմանը խոչընդոտող որևէ գործոն, արդյոք այս գործոնը վերացնելու պարագայում խոսքը ինքնուրույնաբար ի հայտ է գալիս, թե պահանջվում է մասնագիտական շտկում եւ միջամտություն։ Ամեն բան կախված է խնդրից եւ խնդրի ծանրության աստիճանից։ Այսինքն, եթե ունենք երեխա, ով չի խոսում, բայց պարզապես խոսքի էքսպրեսիվ, այսինքն արտաբերական ոլորտի խնդիր է, այդ դեպքում հավանականությունը շատ մեծ է, որ ինքը կխոսի եւ կհասնի իր տարիքակիցներին։ Բայց խնդիրները բազմաթիվ կարող են լինել, ինչպես նշեցի, հաճախ դրանք երկրորդային բնույթ են ունենում եւ օրինակ, եթե ունենք լսողության խանգարում, ապա մենք անպայման կարիք ենք ունենում կամ լսողական ապարատի կամ կոխլեար իմպլանտի տեղադրման, որը որ հետագայում նոր պարապմունքների միջոցով կարող ենք հասնել ֆունկցիոնալ խոսքի։ Եթե ունենք մտավոր հետամնացություն, եթե ունենք աուտիզմի սպեկտրի խանգարում, եթե ունենք ոչ գենետիկ հիվանդություններ, ապա միանշանակ կարիք է լինում պարապմունքների, լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, թիմային աշխատանքի եւ ցավոք սրտի ոչ բոլոր երեխաներն են անմիջապես կարողանում արձագանքել, անգամ եթե մենք ճիշտ թերապիաները տրամադրում ենք երեխային, որոշ դեպքերում երեխաները շատ արագ եւ շատ կտրուկ են արձագանքում, որոշ դեպքերում խնդրի պատճառով երեխաները շատ դանդաղ առաջ են գնում, միշտ առաջ են գնում, բայց տեմպը շատ տարբեր կարող է լինել։ Կցանկանամ, որ ժամանակի գործոնի մասին էլ խոսենք։ Այո, երբեմն խնդիրը ուշ է հայտնաբերվում եւ մասնագետին նույնիսկ երբեմն չեն էլ դիմում մարդիկ, բայց եթե ուշ հայտնաբերման պարագայում այնուամենայնիվ երեխային բերել են մասնագետի մոտ, արդյոք ուշացած միջամտությունը միևնույն է արդյունքներ տալու է։ Միջամտությունները միշտ արդյունք տալիս են, բայց նորից եմ ասում, դրանք կարող են շատ տարբեր լինել, այսինքն ինչքան շուտ ենք սկսում եւ ինչքան ինտենսիվ ենք փորձում պարապել, այդքան հավանականությունը, որ կկարողանանք հասնել ֆունկցիոնալ խոսքի, որ կկարողանա երեխան չտարբերվել տարիքակիցներից դպրոցում, ավելի մեծ է։ Բայց դա չի նշանակում, որ եթե ծնողը գանգատներով ներկայացել է 6-7 տարեկանում լինում են նման դեպքեր նույնպես, ապա պետք է ոչ ման չանել, միանշանակ պետք է հնարավոր բոլոր տարբերակները քննարկել, այսինքն գտնել, թե որ մասնագետն է այս րոպեին ավելի առաջնային երեխայի համար։ Շնորհակալ եմ Նվարդ, որ այսօր ծնողական ժողովում եք։ Ամենայն բարիք ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ծնողական ժողովը շարունակվում է, այսօր խոսում ենք խոսքի հապաղման մասին։ Հարգելի ծնողներ, տարբեր դիտանկյուններից փորձեցինք նայել երևույթին եւ իհարկե լսեցինք ձեր օրինակները, ձեր սեփական փորձը։ Այժմ կցանկանամ, որպես ամփոփում այսօրվա մեր զրույցի, փորձենք հասկանալ, թե որոնք են այն կարևոր գաղափարները, որ տանում եք այսօր ձեզ հետ մեր տաղավարից ու կցանկանայիք այդ գաղափարներով կիսվել մեզ լսող ծնողների հետ։ Խնդրեմ։ Կուզեմ ինձ եւ բոլոր ծնողներին խորհուրդ տալ, որ երբեք մեր երեխաներին չհամեմատենք ոչ մեր ավագ եւ կրտսեր երեխաների հետ, ոչ մեր բարեկամների, ընկերների երեխաների հետ եւ ընդունել նրանց այնպեսին, ինչպեսին որ կան, ու մենք մեր մեջ էլ հաղթահարենք, եթե տեսնում ենք մեր երեխայի մեջ խնդիրը ու ամեն ձև օգնենք երեխային, որպեսզի ինքն էլ հաղթահարի ու շտկվի բոլոր խնդիրները։ Ու նաեւ խնդիրը նկատելով երեխայի մեջ թերարժեքություն չսերմանենք։ Երբեք ամոթանք չտանք այն հանգամանքի համար, որ գուցե տվյալ տարիքում բարդ դասական նախադասություններով չի խոսում, այսինքն երեխային ուժ տանք հակառակն անելու փոխարեն։ Շնորհակալ եմ, խնդրեմ։ Օգնել ասելով ես նաև հասկանում եմ, որ երեխայի հետ շատ պետք է խոսել։ Կլսի ու կգա ժամանակը, կարծում եմ կվերարտադրի նաև քո խոսքն ու միտքը։ Այնպես որ այսօր մարդ արարածը շատ մեծ կարիք ունի շփման, անկեղծ զրուցակցի ու խոսքի ու շփման, որովհետև իսկապես այնքան ենք բոլորս մտել այդ հեռախոսների մեջ ու հեռացել, այո, որ sense անկեղծ ու պարզ մարդկային շփման ու խոսքի կարիք շատ ունենք երեխաները մասնավորապես։ Եկեք նաև օգնենք երեխաների հետ շատ խոսելով։ Հրաշալի է, շնորհակալ եմ, Անի։ Երբ որ մենք պարզում ենք խոսքի հապաղման խնդիրը, հաջորդ հարցը, որ ծագում է ծնողի մտքում, ինչ անել։ Շատ կարևոր է դիմել ճիշտ մասնագետի, ճիշտ ժամանակին։ Հայաստանի պայմաններում ամեն ինչը գրեթե կենտրոնացվում է մայրաքաղաքում,
բայց դուրս են մնում մարզային մի քիչ ավելի հեռավոր տարածաշրջանները։ Ես կցանկանայի, որ ավելի ուշադրություն դարձնեինք մասնագետների արկայությանը, չնայած հիմա մեր կրթական համակարգում մուտք են գործում տմակները, այսինքն տարածքային աջակցման կենտրոնի աշխատակիցները, որոնց համատեղ աջակցման եւ օգնության միջոցով մենք մասնագետներս կարողանում ենք խնդրին հնարավորինս լուծում տալ եւ օգնել ծնողին զերծ մնալ մեծ գումարներ ծախսելուց եւ մայրաքաղաքում մասնագետներ փնտրելուց։ Ես կարող եմ մենակ ավելացնել, որ չսպասենք ու ուշադիր լինենք երեխայի զարգացման ընթացքին, հենց մի փոքր ինչ-որ խնդիր ենք նկատում, հնարավորինս շուտ դիմենք մասնագետի, որպեսզի մեր երեխայի զարգացման ընթացքը այլ ավելի արագ գնա, այլ մենք էլ այդ ընթացքով ուրախանանք մեր երեխային ինչքան կարող ենք օգնել։ Ժամանակ չկորցնել։ Երեխայի խոսքը նրա մտածողության, երևակայության ու սոցիալական կյանքի բանալին է։ Վառ օրինակ է կրթությունը։ Ուշացած խոսքի պատճառով երեխան կարող է ունենալ դժվարություններ կրթական process-ում, գրավոր խոսքի յուրացման դժվարություններ եւ այլն։ Պարզ է, որ գրել կարդալու հետ կապված խնդիրներ ունեցող երեխան դժվարությամբ է ստանում ինֆորմացիա, այնինչ կրթության հիմքը ինֆորմացիան է։ Ստացվում է, որ մեր խնդրի անտեսման կամ ժամանակին չնկատելու պատճառով կարող ենք հարցականի տակ դնել երեխայի ամբողջ կյանքի որակն ու ձեռքբերումները։ Երեխայի հետ խոսեք պարզ ու դանդաղ։ Մի կրկնօրինակեք երեխայի խոսելաձևը։ Սովորեցրեք բառերի ճիշտ արտասանությունը։ Սահմանափակեք էկրանային ժամանակը։ Խրախուսեք խոսքը հարցերով, պատմություններով, խաղերով։ Եթե որևէ բան անհանգստացնում է, մի սպասեք, դիմեք լոգոպեդի կամ մանկաբույժի օգնությանը։ Հարգելի ծնողներ, շնորհակալ եմ այս քննարկմանը մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։